միշտ ասում եմ, մամ, ես ուշանում եմ, ասում եմ, ինչից, ես 27 տարեկան արդեն պետք է երեխա ունենամ։ Արմենն այսօր պետք է 27 տարեկան դառնար ու ճիշտ էր զգում, զավակ ունենալ այդպես էլ չհասցրեց։ Իրա երեխաները իրա զինվորներն են, իրա մայրը, իրա հողն էր։ Ապրիլյան պատերազմի օրերին կապիտան Ուրֆանյանի ու նրա տղաների սխրանքների մասին բոլորն էին խոսում, մայրը որքան է հպարտացել։ Հենց Ուրֆանյանի ջոկատի շնորհիվ հակառակորդի համար գլխավոր թիրախ դարձած մեր սահմանի կարևորագույն դիրքերից մեկն անսասան մնաց։ Մայրն ասում է, Արմենի կյանքում ոչինչ պատահական չէր, ճիշտ այնպես, ինչպես նրա ծննդյան ու բանակի տոնի համընկնումը։ Իր ամենասիրած տոնն էր բանակի օրը եւ ծննդյան օրը։ Արմենի համար հունվարի 28-ն առաջին հերթին բանակի տոնն էր, հետո նոր իր ծննդյան, ասում է մայրը։ Տոնական տորթով, գեղեցիկ սեղանով ու շատ հյուրերով 27-րդ տարեդարձը նշվում է իր բացակայությամբ, բայց ճիշտ այնպես, ինչպես ինքն էր սիրում։ Երևի ես ժամանակի ընթացքում դա չեմ հասկացել, որ այդ տղան իրոք իմ տղան չի։ Թող էլի հայրենիքինը լիներ, էլի բանակինը լիներ, բայց մի քիչ երկար ապրեր։ Հյուրերս փոփում են, Արմենակն իսկական հերոս էր, անթերի զինվորական, մորը եւս մեկ մեդալ են հանձնում, բայց բոլոր հպարտ զգացողությունները տեղի են տալիս, երբ մայրը տղայի նկարի առջև է կանգնում։ Ռուզաննա Վարդերեսյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։